Կալուգեցի Սամոյի եղբոր որդին Նարեկը Կարապետյան նստել է տեսախցիկի առջև ու ակնհայտ սուտ ու կեղծիք է տարածում առայն, թե իբրև ադրբեջանցիներին իրավունք ենք տվել Հայաստանում անշարժ գույք հողամասեր ձեռք բերել, գնել։ Եթե Նարեկ Կարապետյանը ու նրա կալուգեցի հորեղբայրը փոքր ինչ գրագիտություն ունենային, կուսումնասիրեին ու կպարզեին, որ այն ցանկը, որը հրապարակել է Նարեկ Կարապետյանը, որտեղ գրված է Ադրբեջանի անունը, երբևէ փոփոխության չի ենթարկվել։ Եթե Նարեկ Կարապետյանը ու նրա կալուգեցի հորեղբայրը փոքր ինչ գրագիտություն ունենային, կուսումնասիրեին, կպարզեին, կտեսնեին ու կհամոզվեին, որ այն ցանկը, որը հրապարակել է Նարեկ Կարապետյանը, որևէ կերպ կապ չունի Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի հետ։ Եթե Նարեկ Կարապետյանը ու նրա կալուգեցի օլիգարխ հորեղբայրը փոքր ինչ գրագիտություն ունենային, կուսումնասիրեին ու կպարզեին, որ Հայաստանի Հանրապետությունում հողամասի սեփականության իրավունք կարող են ունենալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Օտարերկրյա քաղաքացիները իրավունք չունեն լինել Հայաստանի Հանրապետությունում հողամասի սեփականատեր։ Բացառությամբ օրենքով սահմանված մի քանի դեպքերի։ Դե ինչ, պետք է շնորհավորեմ Նարեկին եւ նրա կալուգեցի հորեղբորը առայն, որ վաղուց իսկ արդեն արժանացել են սուտասան կաշառատուի տիտղոսին։ Նարեկ ջան, հոպարին կբարևես ու անպայման կհարցնես, թե երբ է պատրաստվում մարդկանցից ներողություն խնդրել նրանց շուն ու շանգյալ համարելու համար։ Ինչ է թե 2 կոպեկ կաշառք է տվել։ Կալուգեցի օլիգարխը, ով անընդհատ փորձում է ուժեղ տղա ձևանալ, ինքն էլ չի հավատում, ավելին համոզված է, որ չի կարող դառնալ Հայաստանի վարչապետ։ Դրա համար էլ մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա քաղաքացիություններից։ Ընտրություններից անմիջապես հետո հավաքած ձայները նվիրաբերելու է Ռոբերտ Քոչարյանին ու փոքրիկ հնարավորության դեպքում թռնելու է Հայաստանից։ Իրականում այս ամեն ինչը շատ հեշտ է ապացուցել։ Եթե սխալվում եմ, թող 24 ժամվա ընթացքում հրաժարվի օտարերկրյա քաղաքացիություններից։ Կրկնում եմ, 24 ժամվա ընթացքում հրաժարվի օտարերկրյա քաղաքացիություններից։ Ստարտակ, այն մավան վաճառականներ, հիմա էլ նայում եք երկրում որտեղ զոհ կլինի, դժբախտ դեպք ու պատահար կլինի, որ դրա վրա փորձեք ձեր ձեռքերը տաքացնեք։ Քաղաքական աստարտակ, որ փորձեք քաղաքական դիվիդենդներ շահեք։ Հիմա էլ ակնհայտ կեղծիք եք տարածում, թե իբրև վթարի ենթարկված ոստիկանական ավտոբուսը ուղեկցում էր վարչապետին։ Վթարը տեղի է ունեցել առավոտյան 7:50-ի սահմաններում։ Բախվել են ոստիկանական ավտոբուսն ու քաղաքացիական Nissan Magnich-ի մեքենան։ Ըստ նախնական վարկածի, Nissan Magnich-ի մեքենան երթևեկել է հանդիպակաց, ինչն էլ հանդիսացել է վթարի պատճառ։ Առավոտյան 7:50-ի սահմանում տեղի ունեցած վթարը ոչ մի կերպ կապ չունի վարչապետի հետ։ Այդ պահին վարչապետը գտնվել է Երևանում, հետևաբար այդ ոստիկանական ավտոբուսը չէր կարող ուղեկցել վարչապետին։ Իսկ վթարի վայրում վարչապետը եղել է մոտ 1 ժամ անց, երբ վթարի վայրում էին արդեն թե փրկարար ծառայությունը եւ թե շտապօգնության մեքենաները։ Հետևաբար այս ամեն ինչը ոչ այլ ինչ է, քան քաղաքական էժան շահարկում։ Այո, երկրում կան մավան վաճառականներ, ովքեր նայում են, թե երկրում որտեղ զոհ, դժբախտ դեպք ու պատահար կլինի, որ այդ ամեն ինչին փորձեն քաղաքական աստարտ տան։ Մավան վաճառականներ։ Կալուգեցի օլիգարխը խոստովանեց, որ Հայաստան 300,000 ադրբեջանցիներ գալու մասին թեզը վերցրել է դեռևս տարիներ առաջ Ալիևի արած հայտարարությունից։ Ու այն, որ հիմա Ադրբեջանում նման խոսույթ չկա, գոյություն չունի ու քննարկում չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս հարցի շուրջ, չի խանգարել Կալուգեցի Սամոյին ու նրա թիմակիցներին ամիսներ շարունակ ստեր տարածել։ Կալուգեցի սուտասան օլիգարխը նաև հաստատեց, որ որևէ տեսակի ապացույց չունի, որ Հայաստան 300,000 ադրբեջանցիներ են գալու։ Կալուգեցի օլիգարխը նաև խոստովանեց, որ որևէ տեսակի պայմանավորվածությունից տեղեկություն չունի 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Փաստացի այս ամենով հաստատելով, որ ինքն ու իր թիմակիցները երեսպաշտ սուտասանների նման ամիսներ շարունակ ստեր են տարածել ու այդ կեղծ թեզով փորձել են սանել մեր հանրությանը։
Հիմա էլ ասում է երբեք չի լսել, որ վարչապետը այս հարցին ու թեմային անդրադառնա ու հերքի